Երեկ Ադրբեջանում, այսօր արդեն Հայաստանում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Երևանում դիմավորեցին բողոքի ակցիայով։ Կառավարության շենքի դիմաց հավաքված բազմության պահանջն էր ազատ արձակել ապօրինի պայմաններում պահվող քաղբանտարկյալներին։ Իմ ընկերներին, իմ պայքարի ընկերներին, Աշոտյան Արմենից մինչև Սրբազաններ, Կարապետյան, Սամվել, բոլորին, ովքեր վարչականից մինչև կալանավորում, Ղազինյան Դավիթը, բոլորը, անուններ չթվարկեմ, որ հանկարծ որևէ մեկին չնշելու խնդիր չլինի։ Մենք ինչ արդարացում ինքներս մեր մեջ պիտի ունենանք, որ ամեն ինչ հնարավոր է մեր պայքարի ընկերների, մեր հայրենակիցների համար չանենք։ Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվ գործիչները հերթով կալանավորվում են, լռեցվում ազատ խոսքը եւ նույնիսկ մեղադրվում պետական դավաճանության մասին հոդվածներով։ Հայաստանում չկա խղճի ազատություն, որովհետեւ գործող վարչապետը որոշում է ով պետք է լինի կաթողիկոս, ով չպետք է լինի կաթողիկոս։ Հայաստանում չկա անմեղության կանխավարկածը եւ գործող վարչապետը հրահանգներ է տալի ում բռնել, ում չբռնել, ում ասֆալտին պարկացնել, ով է պետական դավաճան եւ իրավապահ համակարգը դա կատարում է։ Նիկոլ Բովայի Փաշինյան, այդ համանդրական փոփոխությունների նախագիծը, որ մշակել ես, ինչու ես թաքուն պահում։ Դու լավ գիտես, որովհետեւ այդ նախագիծը գրված է Իլհամ Ալիևի հստակ պատվերի շրջանակներում։ Որպես ապօրինի կալանքների եւ ընդդիմադիր դաշտը լռեցնելու վառապացույց են վերջին աղմկահարույց գործերը՝ Սամվել Կարապետյան, Բագրատ Սրբազան, Ալիկ Ալեքսանյան, Դավիթ Ղազինյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, մարդիկ, ովքեր կալանքի են առնված իրենց հայացքների պատճառով։ Ursula, shame on you! Shame on you! Shame on you! Ժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմատ Մեդիա AM կայքում։